Ողջույն, եթերում կրկին ABC լուրերն է, ես Գառնի Մութաֆյանն եմ, կարևորի մասին նախամարոտ։ Նոր զարգացումներ Սամվել Կարապետյանի գործի վերաբերյալ, ինչ է պահանջում դատախազությունը։ Կառավարության մահակն անցնում է քահանաների կողքով, փորձագետները ահազանգ են հնչեցնում, հասարակության պառակտման վտանգ կա։ Հայաստանը ժողովրդավարության և բռնաճնշումների արանքում, պատգամավորը նամակներ է գրել ԵՀԿ խորհրդարանական վեհաժողովի պատգամավորներին։ Թեհրանը պատրաստ է բանակցել, ինչ է հայտարարել Սպիտակ տան ղեկավարը։ Գլխավոր դատախազությունը և քննչական կոմիտեն վերաքննիչ բողոք են ներկայացրել գործարար Սամվել Կարապետյանի տնային կալանքի որոշման դեմ, խնդրանք պահանջ ներկայացնելով կալանավորել նրան, հայտնել է պաշտպան Արամ Վարդևանյանը։ Վարդևանյանն ընդգծել է, որ փաստաբանական թիմը ևս ներկայացրել է և դեռ պատրաստվում է ներկայացնել վերաքննիչ բողոքներ տնային կալանքի որոշման դեմ։ Հիշեցնեմ, որ դեկտեմբերի 30-ին դատարանը փոխել է Սամվել Կարապետյանի խափանման միջոցը տնային կալանքի։ Հիմա դուք պատկերացրեք, եթե իրավաբանները տրամաբանություն չեն տեսնում ընդհանրապես, քանի որ փաստարկ չկա, հիմք չկա, հիմնավորում չկա, բայց կա պահանջ, խնդրանք ամեն կերպ կալանքի։ Դա ամբողջությամբ քաղաքական աբսուրդային հետապնդման տրամաբանության մեջ է։ Իդեպ որ պատկերացրեք տնային կալանքի 1 օրը համարժեք է կալանքի 1 օրվան։ Հենց նաև դրա համար է, որ Սահմանադրական դատարանը, Եվրոպական դատարան տնային կալանքը եւ կալանքը իրենց ինտենսիվության տեսանկյունից նույն հարթության մեջ են դիտարկում։ Իսկ վերաքննիչ դատարանը Արշակ Սրբազանի կալանքի դեմ բողոքի վերաբերյալ որոշումը կկայացնի այսօր, տեղեկացրել է փաստաբան Արսեն Բաբայանը։ Դատարանը բողոքը քննելու է գրավոր ընթացակարգով։ Փաստաբանը այսօր երեկոյան վերաքննիչ դատարանից հեռախոսազանգով կտեղեկանա կայացված որոշման մասին եւ կհայտնի։ Հացադուլ հայտարարած Նարեկ Սամսոնյանին տեղափոխել են պատժախոց, քանի որ քրեակատարողական հիմնարկում չկա հացադուլ իրականացնելու համար նախատեսված մեկ այլ խոց, գրել է փաստաբան Ռուբեն Մելիքյանը։ Նրա խոսքով քրեակատարողական հիմնարկը պատժախցում ապահովել է անհրաժեշտ պայմանները, իրականացրել է բուժզննում։ Հիշեցնեմ, Սամսոնյանը հացադուլ է անում։ Նա Արմավիր քրեակատարողական հիմնարկից նամակ է գրել հայտարարելով, որ իր անժամկետ հացադուլը գիտակցված քաղաքական որոշում է, ոչ թե հուսահատության քայլ։ Հետապնդումներ, խուզարկություններ, ձերբակալություններ, կալանավորումներ և այս ամենի ֆոնին հայտարարություններ ժողովրդավարության մասին։ Հայաստան խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը նամակներ է ուղարկել ԵՀԿ խորհրդարանական վեհաժողովի փոխնախագահ տարածաշրջանի զեկուցող Լուի Շկրացյային և ԵՀԿ խորհրդարանական վեհաժողովի մարդու իրավունքների հարցերի զեկուցող Կարինա Օդեբրինքին, ներկայացնելով Հայաստանում ժողովրդավարության և բռնաճնշումների պատկերը։ Ներկայացրել եմ քաղաքական իրավունքների հայկական կենտրոնի զեկույցը, որը մանրամասն վերլուծում է 2025 թվականի մայիսից սեպտեմբեր ընկած ժամանակահատվածում տեղի ունեցած քաղաքական հետապնդումների 4 հիմնական դրվագները՝ գործարար եւ բարերար Սամվել Կարապետյանի դեմ արշավը եւ նրա ձերբակալությունը, Սրբազան պայքարի շարժման անդամների ձերբակալությունները, Միքայել arczepiskopos Աջապահյանի ձերբակալությունը, Հայդա անդամների ձերբակալությունները։ Զեկույցում նաեւ նշվում է Նիկոլ Փաշինյանի կողմից հայ առաքելական եկեղեցու քաղաքական գործիչների, բլոգերների, մարդու իրավունքների պաշտպանների դեմ սկսված լայնածավալ արշավը։ Հայաստան ժողովրդավարության դիտարկում Civilnet-ի եւ տարածաշրջանային ժողովրդավարության եւ անվտանգության կենտրոնի համատեղ զեկույցը, որը ներառում է իշխանությունների կողմից իրականացված խախտումների լայն շրջանակ, ՀԿ-ների եւ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հայտարարությունը Հայաստանում բռնաճնշումների առնչությամբ։ Մինչ միջազգային կազմակերպությունները տահոգվեն Հայաստանում տեղի ունեցող բռնաճնշումների համար, գործող իշխանության մահակը հասել է քահանաների։ Պարզվում է Շվեյցարիայի թեմը տեղյակ չի եղել առաջնորդական տեղապահ Տեր Գուսան Թապետ Ալճանյանի քայլերից։ Հիշեցնեմ, որ օրերս տեղապահը հայտարարել էր, որ աջակցում է Փաշինյանի նախաձեռնած այսպես կոչված եկեղեցու բարենորոգման ծրագրին։ Շվեյցարիայի թեմը դատապարտել է թեմական առաջնորդի հայտարարությունն ու իր աջակցությունը հայտնել ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին II-ին։
Վեհապար Հայրապետի արտոնությամբ եւ տնօրինությամբ էր Հայր Գուսանը նշանակվել թեմի առաջնորդական տեղապահ։ Այս առիթով հայտարարում ենք, որ շվեյցարահայ թեմն անտեղյակ էր այս որոշմանը եւ որպես եկեղեցական կառույց բացարձակապես մերժում է քաղաքական որևէ շարժման մաս կազմել կամ ներգրավվելը։ Մերժում ենք բոլոր պարակտիչ դրսևորումները, հավատարիմ մնալով հայաստանյաց առաքելական Սուրբ եկեղեցու նվիրապետական կարգին եւ իր գահակալ Վեհապար Հայրապետին, Գարեգին B. ամենայն հայոց կաթողիկոսին։ Իսկ եկեղեցու դեմ գործող իշխանության սկսած արշավին միացած Տեր-Գուսանը 3 պատարակ է մատուցել, որին համայնքը չի մասնակցել։ Եկեղեցին եղել է դատարկ։ Կրքերը չեն հանդարտվում նաև Մասյացոտնի թեմի շուրջ։ Կանոնական դաշտ վերադառնալու մի քանի հորդորներից հետո ամենայն հայոց կաթողիկոսը վարչապետին միացած Գևորգ եպիսկոպոս Սարոյանին ազատել է Մասյացոտնի թեմի առաջնորդի կոչումից։ Թեմի նոր տեղապահը Ռուբեն Վարդապետ Զարգարյանն է, որը 3 պատարակ է մատուցել Արարատի Սուրբ Հակոբ եկեղեցում։ Պատարակի ընթացքում նա հայտարարել է, իրեն սպասվում է հերթական դժվարուղին։ 15 տարի մեր հանրապետության քրեակատարողական հիմնարկներում եմ ծառայել։ Լավ թե վատ, բայց դժվար ծառայության ուղի է եղել։ Երբ այս խոթորկուն շրջանում մեր եկեղեցու կյանքում եւ պառակտված է մեր եկեղեցին ներսից, դրվեց այս ընտրությունը մեր սիրելի Վեհապար Հայրապետի կողմից եւ նաեւ թեմի քահանայած դասի մեծամասնության կողմից։ Ինձ մնում էր ընտրել։ Ես չէի կարող չընտրել, այո չասել, որովհետեւ այլապես իմ 7-ամյա կամ 10-ամյա վարդապետական քարոզչական գործունեությունը կզրոյացվեր։ Իդեպ 5 իրավապաշտպանների նախաձեռնությունը ահազանգեր է ստանում, որ ոստիկանության ծառայողները իբր զրուցելու նպատակով սկսել են այցելել Մասյացոտնի թեմի քահանաներին։ Իրավապաշտպանները շեշտել են, որ հոգևորականները որևէ պարտավորություն չունեն մասնակցելու այդ այցերին, բացի այդ իրավասու են նկարելու եւ հանրայնացնելու այդ գործընթացը, որն ըստ փաստաբանների որևէ իրավական հիմք չունի։ 5 իրավապաշտպաններն իրենց պատրաստակամությունն են հայտնել անհրաժեշտության պարագայում տրամադրել իրավական օգնություն։ Սակայն փորձագետները մտահոգություն ունեն, տեղի ունեցողը վաղուց է հատել պետություն եկեղեցի պայքարի սահմանը։ Մասնագետների խոսքով Փաշինյանը խախտում է սահմանադրական կարգի տրամաբանությունը, որովհետև իրեն վերագրում է այնպիսի իշխանություն, որը չունի։ Քահանաների ներգրավումը կդառնա հասարակության պառակտման վտանգ։ Ռեպորտաժում։ Նիկոլ Փաշինյանը Facebook-ի ուղիղ եթերում թվարկեց եկեղեցու բարենորոգման իր նախաձեռնությանը միացած 16 հոգևորականների անունները եւ շնորհակալություն հայտնեց նրանց խիզախության համար։ Իմ եթեր մտնելու իմաստը հենց սա էր, ուզում էի ողջունել քահանա հայրեր ձեզ բոլորիդ իմ ողջունը, իմ խոնարհումը ձեր խիզախ քայլի առաջ Եվ առաջիկայում համոզված եմ, եթե դուք ցանկանաք, իհարկե, դա մեծ պատիվ կլինի ինձ համար, ձեզ հետ հանդիպելը, շփվելը, խոսելը եւ հետագա անելիքների մասին ձեր կարծիքները լսելը։ Քահանաների աջակցությունը գործընթացը տեղափոխում է որակապես նոր փուլ։ Եթե մինչ այժմ խոսքը իշխանություն եկեղեցի դիմակայության մասին էր, ապա այսօր գործընթացը հասել է եկեղեցու եւ հասարակության ուղիղ կապն ապահովող օղակին քահանաներին։ Այս ֆոնին փորձագետը գործընթացը դիտարկում է ոչ միայն որպես եկեղեցու դեմ քայլ, այլ որպես հասարակության ներսում պառակտումը խորացնելու փորձ։ Ինքնին գործընթացն է ռիսկային այն իմաստով, որ պարզապես խորացնում է հասարակության ներսում բաժանարար գծերը, միտված է բևեռացումը խորացնելուն, որովհետև Նիկոլ Փաշինյանի համար քաղաքական գործունեության տեսանկյունից մշտապես առավել հարմարավետ միջավայր եղել է բևեռացված միջավայրը։
16 քահանաները բարենորոգման ծրագրին իրենց աջակցությունը հայտնել են սոցցանցերի հրապարակումների միջոցով։ Նրանց շարքում նաև մեծ լսարան ունեցող հոգևորականներ կան։ Նախկինում լայն աջակցություն վայելող այդ քահանաների հրապարակումների տակ արդեն տեսանելի են մարդկանց հիասթափություն եւ քննադատություն պարունակող մեկնաբանությունները։ Աչքերիս չեմ հավատում, հիասթափված եմ։ Հիմա երեխակնքելիս պետք է հարցնենք, քահանան Նիկոլի աղանդավորներից է թե չէ, այս խարանը կրելու ենք մինչև կյանքի վերջ։ Սուրբ Գիրքն ասում է, հավատարիմ եղեք ձեր հայրերի ավանդին եւ դուք կդատվեք անհավատարմության պատճառով։ Հակառակ պատկերն է Մայրաթորին իրենց աջակցությունը հայտնած քահանաների էջերում։ Տեսանք ամբողջ համացանցը ողողված է իրենց ուխտին հավատարիմ քահանաների եւ այդ քահանաների էջերի տակ նաեւ իրենց հավատացյալ ժողովրդի իրենց աջակցության հայտարարություններով։ Վերլուծաբանի գնահատմամբ եկեղեցու համար վտանգը կախված է նրանից, թե արդյոք այն կկարողանա պահպանել իր բովանդակային ուժն ու վստահությունը հասարակության հետ հարաբերություններում։ Բադալյանի պնդմամբ խնդիրներ կարող են ստեղծվել այն դեպքում, եթե եկեղեցու ուժ դիտարկվի մոնոլիտը։ Դա կհեշտացնի Փաշինյանի նախաձեռնած գործընթացը։ Եթե այստեղ եկեղեցին պահպանի իր ուժը եւ այդ ուղղությամբ հետեւողական աշխատանք կատարի հասարակության հետ հարաբերության իմաստով, ապա չեմ կարծում, թե առանձին քահանաների, այսպես ասենք, անցումը քաղաքական ճամբար որևէ էական խնդիր կարող է ստեղծել եկեղեցու համար։ Սակայն խնդիրը միայն հասարակության բևեռացումը չէ։ Օրվա իշխանությունները ցանկանում են եկեղեցին իրենց ազդեցության դաշտ բերել։ Եթե չստացվի, քաղաքագետը չի բացառում, որ անգամ կարող են հակակաթողիկոսություն ստեղծել։ Ես չեմ բացառում, որ ինքը կարող այս քայլեր գնալ։ Ստեղծել մի հակաթող կաթողիկոսություն, նրանք էլ հայտարարեն, որ այլևս ուրեմն Գարեգին երկրորդ կաթողիկոսական լիազորություններից դուրս է եւ այլն ինչ որ հղումներ տան ուրեմն հոգեվոր ոլորտը կարգավորող փաստաթղթերից եւ այլն։ Քաղաքագետի գնահատմամբ այս սցենարի վերջնարդյունքը կարող է լինել ձևականորեն պետությունից անջատ, բայց փաստացի իշխանությունից, ավելի կոնկրետ մեկ անձից կախյալ եկեղեցի ու հայրապետ ունենալը։ Տեր Վրթանես քահանա Բաղալյանն էլ մեջբերելով Հովհաննես Ավետարանչին վստահություն է հայտնում եկեղեցին հաղթահարելու է նաև այս դժվարությունը։ Նիկոլ Փաշինյանը ունի հասարակության աջակցությունը եւ ինչքան էլ վարչական ռեսուրսով եւ կոպիտ միջամտություններով փորձում է եկեղեցին պարակնել, առաքելական Սուրբ եկեղեցին ամուր եւ միակամ է, չնչին բացառությունները տեսանք հարգելի են, Հովհաննես Ավետարանիչը իր ընդհանրական առաջի թղթի երկրորդ գլխում ասում է մեր միջից ելան, բայց մեզանից չէին, դրա համար էլ դուրս եկան։ Եկեղեցին ինքնամաքրվող կառույց է եւ ինքնամաքրվում է։ Եկեղեցին կարող է գործել որպես ինքնամաքրվող համակարգ, երբ նրա եւ հավատացյալ հասարակության միջև պահպանվում է ուղիղ ու չխաթարված կապը։ Զարգացումների այս փուլում այդ կապը շարունակում է մնալ եկեղեցու շուրջ ընթացող գործընթացների առանցքում։ Սեդակ Յուրեղյան, Գեգամ Ղազարյան, ABC Media։ Միջազգային լրահոսից ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանի գործող իշխանության ներկայացուցիչները զանգել եւ առաջարկել են բանակցել։ Կարծում եմ հոգնել են Միացյալ Նահանգներից հարվածներ ստանալուց, լրագրողներին ասել է Թրամփը։ Թրամփի խոսքով ընթանում են բանակցություններ Թեհրանի հետ հանդիպում կազմակերպելու համար։ Հիշեցնեմ, ավելի վաղ ԱՄՆ նախագահը պատրաստակամություն էր հայտնել օգնելու իրանցի ցուցարարներին, եթե Իսլամական Հանրապետության անվտանգության ուժերը սկսեն սպանել նրանց։ Իրանում երրորդյա ազգային սուք են հայտարարել երկրում օրեր շարունակ տեղի ունեցող ցույցերի եւ անկարգությունների ժամանակ զոհվածների հիշատակին։ Ըստ երկրի կառավարության հայտարարության, սուքը Միացյալ Նահանգների եւ Իսրայելի դեմ իրանական ազգային պայքարում զոհվածների հիշատակի համար է։ Ցույցերի ընթացքում 38 իրանցի իրավապահ է զոհվել։ Ցուցարարների զոհվելու մասին պաշտոնական տվյալներ չկան։ Միջազգային մյուս լուրերը ռեպորտաժում։ Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքյանը հայտարարել է, որ իշխանությունները պատրաստ են լսել ժողովրդին եւ լուծել տնտեսական խնդիրները, կոչ անելով իրանցիներին դուրս գալ փողոցներ, հստակ արտահայտելու իրենց պահանջները եւ թույլ չտալու սադրիչներին անկարգություններ հրահրել։ Փեզեշքյանը նշել է, որ իրական ցուցարարները բողոք են հայտնում, այլ ոչ թե հրդեհում շուկաներն ու մզկիթները կամ կատարում հանցագործություններ։
Իրանում անկարգությունները կազմակերպվում են Ամերիկայի եւ Իսրայելի կողմից, նշել է նա։ Իրանի Իլամի նահանգում ցուցարարները պղծել են մեծ մզկիթը եւ այրել Ղուրանը։ Հակակառավարական ցույցերին զուգահեռ որոշ քաղաքներում էլ անցկացվում են գործող իշխանություններին աջակցող հանրահավաքներ։ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը անդրադառնալով Իրանում տեղի ունեցող ցույցերին հայտարարել է. Միացյալ Նահանգները պատրաստ է օգնել Իրանին ազատության ձգտման հարցում։ Հալեպի Շեյխ Մաքսուդ եւ Աշրաֆիե թաղամասերում կայունությունն աստիճանաբար վերականգնվում է, հայտարարել է Հալեպի նահանգապետ Ազզամ Ալ-Ղարիբը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ Սիրիայի դեմոկրատական ուժերի քուրդ մարտիկները լքել են Շեյխ Մաքսուդ թաղամասը։ Քրդերը վերահսկում էին թաղամասը 2011 թվականին Սիրիայի քաղաքացիական պատերազմի մեկնարկից ի վեր։ Կուբան տարիներ շարունակ ապրել է Վենեսուելայից ստացվող հսկայական քանակությամբ նավթի եւ փողի հաշվին։ Դրա դիմաց այն գաղտնի ծառայություններ է մատուցել վերջին երկու վենեսուելացի բռնապետերին, բայց այլևս այդպես չի լինի, հայտարարել է Թրամփը հավելելով. Կուբա այլևս նավթ եւ փող չի գնա։ Ես խստորեն կոչ եմ անում նրանց գործար կնքել, քանի դեռ շատ ուշ չէ։ Հրդեհ է տեղի ունեցել Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռում, բռնկվել է ուղևորներից մեկի ձեռքի ուղեբեռը։ Հաղորդվում է, որ կրակնարակ մարվել է, ինքնաթիռը բարեհաջող վայրեջք է կատարել եւ ոչ ոք չի տուժել։ Թե ինչն է կոնկրետ հրդեհվել, չի նշվում։ Վարկածներից մեկի համաձայն հրդեհվել է ուղևորի power bank-ը։ Տրանսպորտի փոխարեն դահուկներ։ Ուկրաինայում ձյանառատեղումների դեմ պայքարում են դահուկներով։ Զարա Սարգսյան, Նոնա Գևորգյան, ABC Media։ Եվ վերջում Մոսկվայում ավտոբուսի կանգառներում երկար հերթեր են։ Առադյունը շատերին ստիպել է հրաժարվել իրենց անձնական մեքենաներից եւ տեղաշարժվել տրանսպորտով։ Այս ժամի համար նախատեսել ենք այսքանը, շարունակեք հետևել մեզ YouTube-ում, Facebook-ում, Telegram-ում, WhatsApp-ում, Instagram-ում ու TikTok-ում կամ այցելեք մեր պաշտոնական կայք 3w.abcmedia.am։ ABC լուրերի հաջորդ թողարկումը եթերում կլինի ժամը 15-ին, տաղավարում կաշխատի իմ գործընկեր Սվետլանա Պետրոսյանը։ Ես Գառնուն Թավյանն եմ, շնորհակալություն ուշադրության համար, մաղթում եմ աշխատանքային օրվա արդյունավետ շարունակություն։